Քաղաքականությունը ձեր կյանքում ինչ որտեղ զբաղացնում է, թե ոչ։ Ինչ որտեղ, ինչ որ առումով։ Որքանով եք քաղաքականապես, այսպես ինֆորմացված, տեղեկացված, ինչ տեղ ունի քաղաքականությունը ձեր կյանքում։ Այդ հարցին չպատասխանեմ, էլի խնդրում եմ։ Ինչ փաստորեն խուսափում եք։ Ես չեմ խուսափում, այս ամանորի չեմ ուզենա քաղաքականությունից խոսենք ավելի Օրինակ ձեր հայրը փաստորեն ինքը ժողովրդական, հա, ավելի ժողովրդի հետ էր, ժողովրդի մեջ էր։ Այ ձեզ հաջողվում է դա։ ինչ որ չափով հաջողվում է ու աշխատում եմ, ես ինքս աշխատում եմ նմանվեմ իմ հայրիկին, իմ հայրիկը միշտ դա է ինձ սովորացրել, ես իմ ընտանիքում սովորել եմ, որ լինեմ ժողովրդական, լինեմ բարի, միշտ բարին հաղթելու այս աշխարհը։ Ինքը այդպիսի կոչում էլ ուներ, եթե չեմ սխալվում, այդ դուք ուզում եք ունենալ այդպիսի կոչում։ Ինչու՞ չէ, ես գնում եմ Արամ Ասատրյանի հետքերով։ Կուզենամ այդ կոչումը ունենամ, այդ ամենալավ կոչումն է, ժողովրդի կոչումը, ժողովրդի գնահատականը, ամենաճիշտ գնահատականը, աստիճան իմ համար ժողովրդի գնահատականը ինձի չի հետաքրքրում, թե որ ժամանակը ինչ կտա երգիչին, ամենաճիշտ ուսուցիչը, գնահատողը ժողովուրդն է, որին ես շատ սիրում եմ, որի համար մինչև իմ կյանքի վերջ պատրաստ եմ ծառայեմ, երգեմ, լավ երգեր երգեմ, իրանց սրտի երգը երգեմ, իրանց կամեցած երգը երգեմ, որը այդ կապը ես ունեմ ժողովրդի հետ, ես զգում եմ, թե ժողովուրդը որ ժամանակ ինչ երգ է պահանջում, մեծ մասին, ժողովրդի մեծ մասին է իմ ասածը, որ այդ կապը ես ունեմ ժողովրդի հետ, ես եմ ժողովրդական։ Այ հետաքրքիր է, որպես հայր ինչ խորհուրդներ էր, հա, կյանքի տալիս, որ այս պահին կարող եք գոնե 1-2-ը հիշել, հա։ Ամենակարևոր խորհուրդը մարդ լինելու խորհուրդն է, որ կյանքում ոչ մի բանը չփոխի, թե ինչ դրություններ կլինեն այս կյանքում, ինչ աստիճաններ մարդ կունենա, ինչ բարձրությունների վրա կլինի, թե ինչ ներքևում կլինի այդ հատկությունը մարդ ծնվել է կյանքում չկորցնի։ Իմ համար ամենամեծ պարգև, ամենամեծ խորհուրդը իմ սիրելի հայրիկից ստացած մարդ լինելու կոչումն է, որի մեջ ամեն ինչ ինձ թվում է ամփոփվում է։ Այ նրա մահը շատերը մինչև այսօր առեղծվածային են, հա, համարում։ Ինչ որ բան փորձել եք այս տարիներին պարզել։ Իսկապես ես կուզենամ, եթե առիթը կա, ոչ մի բան չեմ ուզեցել պարզեմ ու ինձ ամեն ինչ պարզը ոչ մի առեղծված չկա Արամ Ասատրյանի հետ կապված բնություն է, որ Արամ Ասատրյանը մի առիթով ասին շատ մեծ էր, շատ ապրելու համար բնություն է, շատերի հետ այդ նույն դաժան վախճանը լինում, ես ասու կամքն եմ համարում։ Այ հետաքրքիր է, եթե իջմիացնում այդ 100 դրամի ակցիաներ լինեն, հա, ոնց որ Երևանում են, միանալու եք, տեսակ, որ երգիչները ֆրիկար արեցին, հումորիստները անվճար տեղափոխում էին մարդկանց։ Օրինակ, այդ ակցիան ձեզ դուր եկավ, կարողա դուք էլ անեք։ Մենք չենք անի, մենք արդեն ակցիայի մեջ ենք, անկախ գումարների մասին չեմ ուզում ասեմ, եթե կարիքը կա մի ընկերոջ, մի քաղաքացու, մի հարևանի, մի մարդու օգնել մեքենայով, չգիտեմ, թե ճանապարհին մնացած մարդուն որտեղ որ պետք է հասցնել, ես մեծ ուրախությունով անում եմ, չեմ նայում։ Ու լինում են առիթներ, որ ճանապարհներին մարդկանց կանգնում, ես ինքս եմ առաջարկում, տեղից տեղ փոխանցում, մարդիկ զարմանում են, որ իջնելու ստենում են Արտաշ Ասատրյանն այդ իրենց ձեռքը մեկնել, ես պատրաստ եմ, ես ինձ չեմ համարում կամ ինձ հարևանների հետ հարաբերություններն ինչպես են, հա, մանավանդ միացնում, գիտենք շատ հայտնի մարդիկ են ապրում, գեներալներ են ապրում, այ նրանք կանչում են իրենց տուն երգելու։ Հարևանների հետ բարձա շատ լավ հարաբերություններ է, ջերմ եւ մի գեղեցիկ հարևան չունեք։ Նախանց հարևան չունենք։ Այ գեներալների հետ հարաբերություններ կան, չկան։ Ձեզ գիտեն որպես ձեր հայրիկով, թե նաև ձեր երգերով։ Ես ինքս գեներալների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ։ Ես ինքս ծառայել եմ բանակում գեներալ Մանվել Գրիգորյանի 14-րդ բրիգադ, ծառայել եմ Հորադիզում։ Իմ
հրամանատարն ա եղել, շատ ջերմ, լավ հարաբերությունների մեջ եւ Մամվել Գրիգորյանի հետ եւ մեր քաղաքապետի հետ եւ ընտանիքի շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Շատ հաճախ է, երբ լսում ենք քննադատներին, ասում են ռաբիզ երգերի մասին խոսելուց, ասում են այդ երգերում անգամ սեր չկա, այդ երգերում անգամ սեքս չկա, ոչինչ չկա։ Սերը ինչա ձեզ համար եւ որքանով այն կարողանում է ճիշտ տեղեկնել ձեր երգերում։ Սերով ապրում ենք, սերը պետք է հաղթի աշխարհը ու այս ամբողջ պատերազմներն էլ ինչ լինում է, սիրո համար է լինում ի վերջո, որ մարդը այդ սերը ունենա։ Իսկ ռաբիզ երգը սեքսի չի տանի։ Ռաբիզ երգը տանում է լավ տեղ, տանում է հոգուն, կարոտի։ Ամուսնացնելու ընտանիքներին ուրախացնելու երգ։ Հիմնականում ասում են դժբախտ սերեր են, ինչու՞։ Այդ երգերում, հա։ Ես չի ասի, որ դժբախտ են ռաբիզ երգերը, շատ հաջողված են ու կան շատ երգեր, որ այդ երգերի տակ մարդիկ սիրահարվում են։ Սուրբ Սարգիս ես կգնամ երկու հատ մոմ կվառեմ, ռաբիզ երգը, բայց այնքան ընտանիքներ է միացրել եկեղեցում առաքելական ամուսրացրել, լավ զավակներ կան արդեն այդ երգից ծնված ընտանիքներում, որ վաղվա հրամանատարները պետքա լինեն, վաղվա զինվորները պետքա լինեն, բժիշկներն ու այս ազգի ապագան պետքա լինեն։